Այս ամենին բարում ենք հայկական ժողովրդական յումորվա տրնգի, հայկական ժողովրդական սալսա, հայկական ժողովրդական սամբա, հայկական ժողովրդական չաչա, որը կկատարի Անին։ Եվ Պետրոսը։ Եվ Պետրոսը։ Շանթի եթերում։ Դիտեք։ Գրունգը դեսնեմ, նոր մերնեմ, կայլ, ծգեց, ի հոբլյա, մեկ, երեք, չէ, հետո փոխվում է, մեկ, շալամանաս, Կհասցնեմ։ Կհասցնի։ Անի և Պետրոս։ Պարոն Կարապետյան, լսում ենք։ Սկսեմ նրանից, որ անցած համերգին ես ասեցի, դու հիմա պարեցիր, այն ինչ որ ես խնդրում եմ ես ամբողջ պրոյեկտին, որ պարեցիր, այսօր բոլորովին չպարեցիր, այն ջան, շատ կներես դու նման է իրեն աղջիկներ եմ, որ քեվի ժամանակ հրավիրում ես, չէ, ես զորով հանում ես, զորով պարում է այդ ամբողջ պարես։ Բայց հետո էլ զորով նստում են, որ հավեսել են գնում։ Բայց ինքը միջև դե չհասավ, ինքը միջև էր զորով պարեց, այն չուզելով, դեմքից է սկսած, շարժումից է սկսած ամեն ինչը չուզելով էր ան ջան։ Այդ բանը ներքին ազատությունը չկա։ Հայկական պարերը ասում են, մեր կոդի մեջ կա, չէ, զգացողությունը այդ քեֆը, այդ տրամադրությունը չկա պարին։ Մենք չենք ուզում, որ դու պարեսնես, ոնց որ հայկական պրոֆեսիոնալ պարողը կա պարվին ապ, չէ, բայց ուզում ենք, որ այդ ազատությունը լներ պարմի, չկար այդ շարժումների մեջ կաշկանդվածություն կար, լավ յուրացրած չէր, այս ամեն ինչը։ Մի խոսքով, անցած օրվա ելույթի հետ համեմատած լավ չէր։ Խիստ այսպես, ասաց պարոն Կարապետյանը, մենք դա ընդունում ենք, Սերգեյ խնդրեմ։ Դուք ոնց որ քավոր լինեիք, բայց հարսանիքում, բայց քավորկինը վատ հարաբերությունների մեջ է սանիկների հետ։ Ահա։ Քավորը զորոբանը, երևի թանկ խաչ առե ամուսինդ կամ ինչ, բաղչալու է առե ականջողները, վերջի կոպեկն ասպես փեջը չէ, զորով, բայց դե քեզ աղջի բարի բանման, տենց զամամոթայի վերջո պարտականություն է, բարեցիր, բայց ինչ վերաբերվում ասենք դու էքսպերիմենտին զգացման, որ արել եք, էլի տարբեր բարերվերսը միքսել եք, ուրիշ բան որ չստացվեց այդ լավ բորշը համով, հա, ոնց որ պիտի ստացվեր, չգիտեմ թե տրամադրությունից է, թե ինչից է, չգիտեմ ինչու չստացվեց, երևի իմ գոլեգաները կասեն։ Գոլեգա, Գևորգ, խնդրեմ։
մեր հայկական պարերի մեջ շատ բարձր է գնահատում ձեռքերի շարժումները, որտեղ որ դու մի քիչ թերացար եւ ամենակարևորը տրամադրությունը չկար։ Այսքան։ Վարդուի Գիտեք, ես կարծում եմ, որ պետք չի շատ խիստ վերաբերվել այս հայկականի և միքսին, սպորտային պարերի միքսին, որովհետև կարծում եմ բոլորն են մոտեցել են կես լուրջ, կես կատակ և ավելի փորձում են ներկայացնել այն խաղարկային ձևով։ Ես կարծում եմ հեռուստադիտողին դուր կգա հենց այդ տարբերակը և կարծում եմ դուք այն զույգն եք, որ ավելի շատ սպորտային պարերից վերցրած միքսեր կային, քան հայկականը։ Շատ քիչ էլեմենտներ կար հայկական, բայց լիովին համաձայն եմ պարոն Կարապետյանի հետ, որտեղ Անի ջան, դու բնույթով թեթև շատ պոզիտիվ և շատ ժպտեր ես, հետաքրքիր անձնավորություն ես, որը կուզեինք տեսնել պարիդ մեջ։ Մի քիչ դանդաղ և ծանր էր, այն ինչ ներկայացեցիք։ Պետրոսը վերցրել էր ամբողջ ուշադրությունը իր վրա, եկեք ծափարենք Պետրոսին, որը անզուգական անկրկնելի էր։ Ես կարծում եմ, որ կսպասեմ ես ձեր հաջորդ ելույթին, որովհետև շատ ուզում եմ ձեզ տեսնել էլ ավելի լավ պարելուց։ Կսպասեմ։ Դա հաստատ լինել է, որովհետև գիտեք, որ իրենք իսկապես լավ են պարում։ Ծափարում ենք Անի և Պետրոս զույգին։ Անի ջան, լավ ինչ էր քո կարծիքով, որտեվ դու համաձայնվեցի, լսեցի այո, համաձայնեմ ամեն ինչի հետ։ Ինչն էր խնդիրը, եթե անկեղծ։ Դժվար է ճիշտ ասած հայկական պար պարելը, որտեվ առաջին անգամ էի պարում, ընդհանրապես երևի դա էր պատճառը, որ այսպես լարված էի։ Անի, համարյա բոլոր պարանդեսների ժամանակ մեր մասնակիցները վնասվածքներ են ստացել, ու կան այդպիսի մարդիկ։ Հիմա տենիսում ավելի շատ, թե այստեղ։ Տենիսում իհարկե։ Այո, շատ են վնասվածքները տենիսում։ Այսինքն պարը ավելի լավ է։ Այո, պարի մեջ էլ են լինում վնասվածքներ։ Բա որ ասեմ տեղափոխվի պար էլի։ Այնտեղ մտածեմ դրա մասին։ Վտանգավոր է, վերջ։ Անի և Պետրոս, ճանապարհում ենք։ Անի և Պետրոս, ես ձեզ շնորհավորում եմ, Անի, ժյուրին կարծես թե այդքան էլ գոհ չէր, դու ևս համաձայնեցիր, որ սա երևի այն լավագույն վիճակը չէր քո, որ կարող էիր ներկայացնել, բայց մյուս պարում համաձայնում, սա էքսպերիմենտ էր, այո, այսպիսի, մյուս պարում հուսանք շատ ավելի լավ կստացվի։ Ահա, վստահ ավելի լավ կստացվի, չենք տխրում։ Ոչ։ Ահա, ուրեմն պատրաստվում ենք մյուս պարին, մի հատ ժյուրի գնահատականները լսենք, խնդրեմ։ Գևորգ 7 Վարդուհի 7 Սերգեյ 7 Գագիկ 7 Չենք տխրում, ամեն ինչ դեռ առջևում է, դուք ունեք դեռ ևս մեկ պար, որպեսզի ապացուցեք, որ կարող եք պարել շատ ավելի լավ, չէ՞։ Ու կապացուցենք։ Հարգելի հեռուստադիտողներ, քվեարկեք ձեր սիրելի զույգերի օգտին։ Անի և Պետրոս զույգի հերթական